կներես, բայց մի բան ասեմ։ Կապցնում ու գնում է։ Բայց դա մեզ չի վերաբերում, որտեղ մենք միշտ օբյեկտիվ նշել ենք, որ մենք միշտ համարել ենք, որ Հայաստանի էքսպորտի հիմնական շուկան դա Ռուսաստանն է, եւ ըստ էության Ռուսաստանի շուկայից կտրվելով մենք կկորցնենք ոչ միայն շուկան, մենք մեր էկոնոմիկան կկորցնենք։ Դա sense ձևակերպեմ։ Ավելին կարամ ասեմ, 22 թվականից սկսած, երբ որ Հայաստանի էկոնոմիկան մեծացավ 2 անգամ, ելի ռուսական շուկայի շնորհիվ մեծացավ 2 անգամ։ Եվ մարդիկ, որ հիմա աշխատավարձներ են կարողանում ստանալ, թոշակներ են ստանում, հենց դրա արդյունքում է այդ ամեն ինչը։ Այլ խնդիր է, որ մենք նաև այս մակարդակի դիսպրոպորցիան պետք է նաև ինչ-որ որոշակի բալանսավորման բերել, դա միանշանակ ճիշտ է, այսինքն ցանկացած երկիր պետք է փորձի բալանսավորի իր արտաքին քաղաքական բանը, եւ այս 8 տարիների ընթացքում այս իշխանությունը սանտիմետր անգամ այդ խնդիրը չի կարողացել լուծել, որտեղ այս մարդիկ ունակ չեն ոչ մի խնդիր լուծելու։ Օրինակ եմ հարց տալիս, էլի, օրինակ մեր ժողովրդին անհանգստացնում է, երբ որ դու գիտեք, որ ամռանը կամ ձմռանը որ մարդիկ գնում են Եվրոմիության երկրներ տուրիստական նպատակներով եւ առանց վիզայի, այսպես ասած, ռեժիմը քանի որ գոյություն չունի, բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտներ կան, չէ՞, այդ կապված։ Օրինակ 8 տարվա մեջ այս իշխանությունը մի սանտիմետր անգամ չկարողացավ առաջ խաղացնել, ավելի բարդացրել այդ ամեն ինչը։ Սա եւ դրանք խոսում են Եվրոպական միության մասին կամ չգիտեմ ինչի մասին։ Սա քիչ աղելի է, պարզապես ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Մինչեւ հիմա իրանք տեխնիկական հնարավորություններ չեն կարող ապահովել, որպեսզի այդ բիոմետրիկ անձնագրերի խնդիրը լուծվի, որպեսզի կարողանան գոնե որոշակի ինչ-որ հենք տան, որ մենք կարողանանք բանանք։ Սա ինչ է ցույց տալիս, որ այս մարդիկ, որոնք ասում են, թե մենք ձգտում ենք դեպի Եվրոմիություն, իրականում, ես անկեղծ եմ ասում, իրականում այս մարդիկ դեպի Թուրքիա են ձգտում։ Այս մարդկանց իրական նպատակը կաց, պարոն Բոզոյան, բան է, չէ, ալեն ասենք, մարդը բաց է, կանգնեց ասել, ԵԱՏՄ-ն էլ գրողի ծոցը կարող է ներկել, նաև կարող եք Ադրբեջան եւ Ալիև։ Որովհետեւ ես ասեմ ձեզ, իրանց անվտանգության գլխավոր երաշխիքը անձամբ իրանց իշխանության, դա Թուրքիան է տալիս։ Էլ ոչ մի ուրիշ երկիր չի կարող այդ անվտանգության երաշխիքը տա։ Իրանք փաստացի արդեն կախված են Թուրքիայից եւ դրա համար էլ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Դուք պատկերացնում եք, այդ իրենք ասել։ Այսինքն մարդը ստիպված արդեն խոստովանեց, որ այն ինչ որ իրանք ասում էին խաղաղություն, այդ խաղաղությունը պետք է ապահովի իրանք Ադրբեջանը։ Այն Ադրբեջանը, որը չի թաքցնում, որ ասում է, որ առանց ադրբեջանցիների վերադարձի Հայաստան 300,000-ի մասն է խոսքը։ Ոչ մի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ չի հաստատ։